Քաղաքացիական հագուստով մոտ 1 տասնյակ մարդիկ ավելի քան 5 ժամ խուզարկել են Արցախի ներկայացուցչության շենքը։ Դուրս եկել հետները տանելով մեկ համակարգիչ ու մի կարմիր տոպրակ, անփութորեն փաթաթած ինքնակպչուն ժապավենով։ Նրանցից մեկը փորձել է ձեռքով փակել մեր տեսախցիկը, հրմշտել լրագրողներին։ Հեռու տարեք։ Հայտարարել է, որ քննիչ չէ ու չի կարող ասել ինչ է տոպրակում։ Քննչական կոմիտեի խոսնակ Հիմա Ավդալյանը հաստատում է տեսանյութում երևացող տղամարդիկ քննիչներ չեն։ Ուրեմն ովքեր են քննչական գործողություններ արել Արցախի ներկայացուցչությունում։ Դա ինչա ներողություն, ասում են ձեզնից հարցնեմ։ Ըստ աշխատակիցների հետները տարել կոշտ կրիչներ ու համակարգիչ, հատուկ սարքավորումով բացել չհրկիզվող պահարանը, ներսում հայտնաբերել մի քանի դատարկ թղթապանակ ու մի թերթ։ Բացել են եւ հայտնաբերել են ուշադրություն դատարկ թղթապանակներ։ Բացի դատարկ թղթապանակներից հայտնաբերել են 1 թուղթ, Ազատ Արցախ թերթը։ Սա է թուղթը։ Այս է տեղադրված։ Քննչական կոմիտեն այսօր խուզարկություն է կատարել փրկարար ծառայողների աշխատանքը, փրկարար ծառայողների ներգրավել այս աշխատանքին, որպեսզի ջարդի սեյֆը եւ տեղից դուրս բերի Ազատ Արցախ թերթը։ Եվ այս դատարկ թղթապանակները։ Հետո թողեցին այսպես, այս գույքի փչացման համար ով է պատասխանատու, դեռ կպարզենք, այս Ազատ Արցախ թերթն չարգրավեցին, շնորհակալություն չարգրավելու համար, թողեցին եւ գնացին։ Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով Սամվել Կարապետյանին առնչվող տնտեսական ենթադրյալ հանցագործության հետ կապ ունի այս խուզարկությունը։ Երիցյանը դեռ խուզարկության ընթացքում էր լրագրողներին ասել, չի հասկանում, թե ինչ բովանդակությամբ փաստաթղթեր են փնտրում։ Զարմանալի չէ, որ միջև այս պահ նրան չեն գտել 1.1 փաստաթուղթ, որը կարող է այդ վարույթի համար ունենալ որևէ նշանակություն։ Դատարանի որոշման մեջ արձածվում է նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ Սամվել Կարապետյանի կողմից տրված ցուցմունքը, այս կապակցությամբ ես հետագայում լրացուցիչ հայտարարություններ կանեմ ավելի մանրամասն։ Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը քննչական մարմինների գործողությունները կապում է նախորդին Արցախի սահմանադրության օրվան նվիրված խորհրդարանական լսումների հետ, որոնց ընթացքում բարձրացրել էին արցախցիների վերադարձի հարցը։ Պատճառը բոլորս հասկանում ենք, վաղուց Արցախի պետական ինստիտուտների հանդեպ, այդ թվում այս շենքի հանդեպ որպես ինստիտուտներին ներկայացնող շենք, հետապնդումները ակտիվ են եղել, ուղղակի երեկվա լսումները խորհրդարանական լրացուցիչ առիթ են եղել, որ պետք է նոր խուզարկություններ լինեն։ Իդեպ, մինչ ներկայացուցչությունում եղած արցախցիները լրագրողներին մանրամասներ էին պատմում խուզարկությունից, քննիչները նրանց զգուշացրեցին, անթույլատրելի տեղեկություններ են հայտնում։ Ավելի ուշ լրագրողներին դուրս արեցին Արցախի ներկայացուցչության շենքից։ Որևէ հիմք չկար Արցախի ներկայացությունում որևէ խուզարկություն իրականացնելու։ Դրա համար ես չեմ կարծում, թե այստեղ տեղի ունեցողը իրական process է եւ սա ես ավելի շատ տեսնում Հայաստանի իշխանությունների քաղաքականության շրջանակներում։ Քննիչ չներկայացած մարդիկ տակնու վրա են արել նաև Արցախ TV-ի գույքը։ Այն ևս ներկայացուցչության շենքում է։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։